Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, 21 TV եթերում իր աշխատանք սկսում է Ձինայեթ նախագիծը։ Ակոպովնան ինչպես միշտ ձեզ համար նախապատրաստել է բացառիկ, երաժշտական եւ էքսկլյուզիվ թողարկում, ունեմ շատ սպասված հյուր, ով ընդամենը 1-2 օրով է հայրենիքում, դե բնականաբար հասկացաք գողացել եմ 30 րոպենից մոտ տաղավարում է լինելու եւ միասին քննարկելու ենք մասնագիտական թեմաներ։ Բայց նրանց կներկայացնեմ, որովհետեւ այս բան ըստ ֆորմատի պետք է շնորհավորեմ օրվա բոլոր հոբելյարներին լավագույն բարեմաղթանքներով, առողջ եք լինում լավ մարդկանց շրջապատում Աստծո օրհնությամբ եւ բացառապես 21 թիմի հետ։ Հատուկ ձեզ համար տեսահոլովակ, որից հետո վերադառնում ենք։ Տաղավար անցնում ենք բուն թեմային։ Людей хороших на земле так много, друзей надежных и достойных много, и рядом с ними быть всегда я рад. О, только в душе моей, конечно, всех дороже. На маму оба сильно мы похожи, и это он, родной, любимый брат. Под солнцем идущий мой брат. За тобой полечу, за тобой побегу через боль. Лучший из лучших, и нет тебя круче, мой брат. 1+1 не превращается в ноль. В разлуке, как и я, скучаешь. Мы с детства вместе обо всем мечтали и верили, что нет для нас преград. Тают минуты жизни, как снежинки тают, и наша сила в том, что мы слагаем в любых моментах всегда брат плюс брат. Лучший из лучших, под солнцем идущий мой брат. За тобой полечу, за тобой побегу через боль. Лучший из лучших, и нет тебя круче, мой брат. 1+1 не превращается в ноль. Под солнцем идущий мой брат. За тобой полечу, за тобой побегу через боль. Лучший из лучших, и нет тебя круче, мой брат. 1+1 не превращается. Лучший из лучших, под солнцем идущий мой брат. За тобой полечу, за тобой
21 TV եթերում աշխատանքը շարունակում է Ձինայդ նախագիծը, ես րոպե չեմ ուզում կորցնել, ուզում եմ առաջարկեմ ձեզ դիտենք տեսանյութ։ Իդեպ ասեմ, որ ամենատաղանդավորի ինձ համար դիջեյներից մեկը ինձ մոտ տաղավարում է։ Եվ տեսանյութից հետո արդեն մեծագույսրով նրան բարի գալուստ կմաղթեմ։ Я люблю это, потому что диджеинг никогда не был для меня, не было это как работа. Это больше всегда как хобби было, любимое дело. Почему я этим занимался? Потому что я этим живу. Когда я на сцене, я включаю музыку, свожу и слышу крики людей, которые на танцполе. Это стоит всего. Ես վստահ եմ, որ հենց հիմա լավ երաժշտության սիրահարներ ավելի մոտ են նստել, ձայնը բարձրացրել են, շատերն ասում են Էրնեստն էլ հասավ Ձինայի մոտ։ Շատերն ասում են, բայց նա ուշացել է եւ այսպես շարունակ։ Բայց քանի որ ես ունեմ մեծն գլամուրիկ Սոնյա Դիլանյան, դա նշանակում է, որ Մոսկվայա բնակ մեր հայրենակիցներ առաջինը կլինեն ինձ մոտ տաղավարում։ Երկար չեմ ուզում ասել, ուղղակի ասեմ, որ բացառիկ դեմքը, որ իր արվեստով կարողանում է առանձնանալ շատ շատերից։ DJ Meta ինձ մոտ տաղավարում եմ։ Էրնեստ ջան, ողջույն։ Բարև ձեզ։ Նախ շնորհակալ եմ, որ հրավերս չես մերժել։ Ձեզ էլ շնորհակալ եմ։ Երբ որ Սոնյան ասաց, ես մի տեսակ խառնվեցի։ Սոնյան ինչ մետա DJ մետ։ Ասաց, հա, դե մենք քննարկում ենք, չէ՞։ Ասում ինչ ենք անում։ Ասաց հիմա։ Մնացածը դու արդեն հասկանում ես։ Ու հետո ինքը չի էլ հարցնում Էրնեստ, ես կարող եմ, չեմ կարող, ասում է, մետանակել է ու գալիս է քեզ եթեր, դες պրոդյուսերական աշխատանքներ անում գլամուրիկս, ինչի համար շատ շնորհակալ եմ նրան։ Երբ որ իմ էջում դեռ ամիսներ առաջ բերեց մի գժական էմոցիայով լի Reels, ես այդ Reels-ի հատվածն արդեն ցուցադրել եմ, կարող եմ ասել, որ մի 10 անգամ նայել եմ։ Հետո արդեն մտնում ես էջը, հասկանում ես ինչա պետք։ Լինելով, այսքան ասում որ վերջում հարցս տամ էլի։ Լինելով նաև հանդիսավարուհի, նո համադա չէ հանդիսավարուհի, ես պաշտում եմ այն րոպեները, երբ որ գալիս է DJ-ը ու սկսում է պուլտը տեղադրել։ Բայց որ տեսնում եմ DJ-ն էլ իմ ուզած DJ-ն է, դու չեմ գնում այդ վատը արդեն էլ, որ ուզած շուզած մնում եմ, բայց պաշտում եմ, երբ որ դուք գալիս եք, հասկացաք։ Այո։ Բայց ես գիտեմ, որ կան անհատներ, որոնք ամենամեծ ուշադրություն են դարձնում DJ երևույթին եւ DJ առկայությանը։ Էրնեստի հետ աշխատում են լավագույն դեմքերը մեր, եւ կադրերից հասկացաք, որ առաջինն է մեր Դումիկյանն է։ Այնտեղ իմ ընկերներից շատերն ասեցին, ձին, միջև արկածին սկսեց, նենց էինք տաքացել, որովհետև Էրնեստն էր բեմի վրա։ Ես այսքան ինֆորմացիան հավաքել եմ միջև այն պահը, միջև դու լինես ինձ մոտ տաղավարում Էրնեստ ջան։ Եվ իմ հարցերի տեղատարապը չգիտեմ որտեղից պետք է սկսի։
Բայց առաջի եւ այն որ կոնկրետ հարցը։ Այո։ Մի քանի օրով ես Երևանում ես, ստորիցդ հասկացա, որ ընտանիքով ես նաեւ։ Այո։ Հանգստանում եք թե գործով։ Չէ, հանգստանում։ Խոտնց բաներել է կանոն փաստորեն։ Ինչ Այսինքն հանգստի համար Երևան գալիս ես, Այո, իհարկե։ բայց գործով էլ չէ։ Գործով եմ գալի, բայց հանգստանալով ավելի այճուկ ենք ստանում, դրա համար ավելի շատ վախտ ունեմ։ Հա։ Եվ ընտանիքիս հետ կարամ արդեն գնամ, ասենք գնացինք Սևան ծովագյուղ, մամաս ծովագյուղից, գնացինք ընդ երեխեքին ցույց տվի մի քիչ, ոնց որ երեխեքը մենզանում են ու ծանոթացնում եմ ավելի շատ հայրենիքի հետ։ Ապրես։ Իսկ այս ընթացքում ստորիդ նայելով չեղան դեմքեր, որ ասեն, քանի Էրնեստ էստեղա մի հատ առիթի մեջ տենց հրավիրենք։ Կարող է, բայց բան չեմ բերե հետս։ Խինո դու ես արել։ Ասի մի քիչ հանգստանամ։ Ես վստահ եմ քեզ ցանկացողներ էտել կստեղծեին։ Մենակ Կարող է։ տեստերներ։ Բայց տենց բան չանես էլի Էրնեստ, խնդրում եմ։ Okay։ Հա, որովհետև օրինակ ես լինելով ձեր կողքի մարդ, ես այդ բանը կարող եմ օգտագործել, կարող եմ ակումբներ զանգեմ իմ ընկերներին, ասում օր եք դնում արագացրած, որովհետև դրսից իմ ընկերները եկել են։ Ու դու արդեն հասկանում ես, հագիստը հաճուկ է դել, գործ է դել, փող վաստակեք էլի։ Ստե փողն է տարեք էլի Մոսկվա չէ, որ ասում։ Շատ լավ։ Ստից փող չենք տանում, ինչ էլ գալիս աստ ենք ծախսում։ Հա, դա շատ լավ է, բայց ես ուզում եմ նաև այն հարցին անցնել, որ համագործակցում են շատ արվեստագետներ։ Այո։ Երգիչներ եւ արվեստագետներ, այդ տարանջատ եք խնդրում եմ։ Ում հետս կոնկրետ համագործակցում։ Արտուր Եսայանի հետ։ Էդի տղեն ոնց որ մենք ծանոթացանք դեմից ոնց աղբերներ եղանք, հետո սկսենք իրար հետ արդեն Համագործակցել։ Լավ։ Հա, Արտուրը ահավոր տաղանդավոր տղա է, ինքը դոլով էր։ Հա, տեսենք։ Տեսել եք։ Հիմա պերկուսիա, դարբուկա ու եւ մենք ասենք ամեն տեղ եղել ենք Ամերիկայից բացի, բայց շատ ենք սպասում, երևի այս տարի ենք գնալու, բայց երևի մյուս տարի անպայման գնանք Ամերիկայ, քանի որ ինչ մենք անում ենք շատ դուր գալի մարդկանց ու սենց Արտուրիս հետ գնում ենք առաջ։ Այդ նշանակում է, որ նաև դարձել եք դուետ։ Այո, այո։ Մեր դուետը նենց է, որ ասենք առանձին ոչ ինքնա ուրիշ դիջեյների հետ, առանձին ես էլ ոչ մի դհոլ պերկուսիա ոչ ոքի հետ, մենք մենակ միասին, եթե ուզում են միասին, ուրեմն միասին ենք, եթե առանձին օքեյ է, բայց ուրիշ դիջեյ հետ ինքը չի գնում, ուրիշ անդավաճան եք։ Հա, մենակ իրար հետ։ Իսկ ինձ նաև հետաքրքիր է թե որ երգիչներն են անդավաճան քեզ հետ։ Դե այստեղ չկա ոնց որ անդավաճան, ասեմ ասենց հայ ասպարեզում, մեր ասպարեզում ինձ այդ որ ծանոթացան, էդի շատ մեծ դեր է խաղացել երկու աղբեր, Արիկ եւ Արկադի Դումիկյաններ։ Ախբերություն եմ։ Այո, մենք ասենք առաջինը ծանոթացել եմ Արիկի հետ, գործի էինք իրար հետ, ինքը տեսավ դուր եկավ, կանչեց հետո մի հատ առիթի, Արկադիկի հետ միասին այնտեղ լավ տժացրինք, ուրախացանք, ապարինք ու ոնց որ այդ պայից ես երազել եմ Արկադիկի հետ ծանոթանալ, Արիկին ասի, Արիկը ծանոթացրեց ու սենց ոնց որ համ ծանոթացանք ու համ էլ մեր ընկերությունը սկսվավ։ Ու այսօրվա օրով ասենք չի անցնում մի պա, Արկադիկը բոլորս է գիտենք ինչքան զբաղված է, բայց ասենք միշտ մեր մասին էլ է մտածում, ոնց որ Արտուրը իր մասին իմ մասին է, ու եթե մի հնարավորություն ունի որ մեզի օգտակար եղնի, միշտ մեզի օգնում է, միշտ մեր կողքն է, ամեն ինչով շատ շնորհակալ ենք Արկադիկին եւ Արիկին, ու ասենք իր համերգը անցյալ տարի ամսու 16-ին օգոստոսի բացումն էինք անում, ամսու 1-ին էլ այս տարի օգոստոսի էլի համերգն է Արկադիկի, այն վաղտ 47000 էր, այս տարի ոնց որ 75000 հոգի է մարդ հավաքվելու։ Լուրջ։ Հա։ Մեր ստադիոնի մասն է խոսքը։ Ստադիոնի չէ, էդի Արարատի գոլֆ կլուբը ինչ-որ է։ Շատ լավ, անոնս արդեն կա եւ եթերնում եւ էջերում, լավ, հա։ Արդեն կա։ Ու մենք ոնց որ համ բացումն ենք անելու, համ է փակումը։
բացի մեր այստեղի երգիչների հետ համագործակցություն կա։ Մի փոքր գաղտնի կա, դա համար հələ որ չի դուրս եկել այդ երգը, Հա, տենց կա։ բայց շատ շուտով դուետ կլինի, ավելի շուտ կարելի ասել տրիո, քանի որ ես Արտուր Եսայանը եւ Երգիչ։ շուտով երգիչ, այո, շատ սիրված, բոլորի հետ ճանաչված, շատ լավ երգիչ է, հիմա ասեմ ամսու 19-ին ոնց որ պետք է ձայնագրենք արդեն եւ շուտով Դե Ակոպովնայի մոտ կլինի պրեմիերան հույսով 100%։ Վերջացավ։ Այդ իմ մոտ էգոիզմը տարիների ընթացքում մեծանում է, Լեռնաս ջան։ Այն որ ասում եմ ես ճշտում եմ առաջինի մոտա, նոր սկսում եմ հարցերի տեղատարապը։ Շատ լավ։ Երբ որ մենք կա նաև կադրեր ենք նայում կամ այն մարդիկ ովքեր որ արդեն DJ Mate-ային վայելում են արդեն են իր ամբողջ էներգիան նաև համ գողանում են, համ տալիս են վստահ եմ։ Ես այնտեղ պաշտում եմ նաև այն կադրերը տեսնում եմ, որ դու նաև ինչ ոչ, նաև մեկու մեջ երգում ես։ Այդ ինչ թեմա է։ Էդի Իմպրովիզ է։ Ավելի հա, ասենք ես երգելուց շատ հեռու մարդ եմ։ Հա, բայց- Արտուր Եսայանը շատ լավ է երգում։ Հա։ Ես հեռու եմ երգելուց, բայց կա մոտ մի քանի երգ, որ նոր երեխա վաղտվանից սիրել եմ, ասենք այդ Լուի Ամստրոնգի Հա, Go դե Down ձայնդ, Moses-ը, հա։ ձենս ինքս կարամ փոխել, եւ ասենց ոնց որ ստացվում է մարդկանց դուրը գալիս է, առաջի անգամ Արկադիկի հետ էի կակրաս բանում կարաոկե էինք։ Հա, երգեցիր։ Հա, սենց ասում է Էրջան մի հատ պետք է երգես այդ երգը։ Հա, ու սենց մի հատ առիթ ունեինք ամսու 8-ի մարտին այս տարի։ Ու ես ու Արտուրը երգեցինք։ Ես Go Down Moses, Արտուրն էլ ով սիրուն է երգեց, իր առանժով շատ սիրուն, մարդկանց շատ դուրագալի, հենց իր երգը ով սիրուն առանժը շուշուտ միացնում ենք մեր երբ որ մենք ենք բեմին, ասենք մարդիկ պարում են, էլի շատ դուր գալիս է մարդկանց։ Ինչ որ այդ մի տարի հետո իմանում ենք Արկադին ասում է տղեկ ջան դուք երևի արդեն իմ բեք վոկալում եք լինեք։ Այսօր Օրկոծից հնարավոր է նաև։ ինչ ասի մեր աղբերն է, ինքը մի հատ բան 100% գիտեմ, որ ինչ որ առաջարկի այդ առաջի երթին օգուտ մեզ է ինքը Դե բնականաբար։ իր ասածը։ Դե թիմը լավն է, լավ տղաներով, տաղանդավորներով Այո։ հավաքված է, այն որ ասում են, բա տեսնեք ինչ զվուկա դրած, ասում լավ հասկացանք ինչ զվուկա դրած, բայց այդ մարդն էլ պետք է զվուկ ասված ինքն է, չէ՞ պետք է երգող լինի, այն էլ բաց դաշտ արձագանքող, ամենայն դեպս ամբողջ այդ տարածքը վայելել էր, ովքեր էր որ չէին եկել այդ համերգային ծրագրին, իմ ծնողների տունը ընդամենը մի քանի մետրի վրա է դաշտից հասկացաք արդեն իմ մաման պապան կարող են նաև ասել որ երգից հետո որն է եղել իրանց ուղակի պատշգամբում նստած այսինքն այդ ձայնը պետքա նաև չի արձագանքի այդ կարևոր երևույթ է վերջերս Արիկի ինձ մոտ տաղավարում էր Սարոյի հետ նրանք տեսալվակի պրեմիեր արեցին բայց իմ ընկերներին դեռ սպասում եմ չեմ խեղդում, բայց որ գալիս են Երևան, դու արդեն հասկացար, պարտադիր առաջինը հենց ինքնաթիռից գրում են հասնում ենք, որովհետև այսօր կա մեր Facebook-յան էջում մի փաստ երևույթ, որ ինչքան էլ մենք շաբաթվա ընթացքում ցույց ենք տալիս կամ ներկայացնում ենք այն մարդկանց տարաբնույթ, ովքեր ունեն նորություններ, կան հեռուստադիտողներ, որ ուզում են հատուկ այդ դեմքերը լինեն քեզ մոտ տաղավարում։ Իսկ դա արդեն նշանակում է ունենաս նորություն, չունենաս դու պետքա լինես ինձ մոտ տաղավարում ուղղակի զրուցելու համար։ Իսկ այսքանից հետո եւս մեկ հարց։ Ես վստահ եմ, որ քեզ նման DJ-ները շատ են ուշադրություն դարձնում թե սկսնակ DJ-ների, այն որ ասում եմ արվեստին մի քիչ սխալ բառ է, բայց լավ նվագած երաժշտությանը։ Եվ նաև հիմա դու հասկացել ես, չգիտեմ Հայաստանում ինչքան ես նկատել թե ոչ, մեզ մոտ DJ-ը եւ նվագում է, եւ երգում է, եւ հնչյունային ռեժիսոր է։ Մի քիչ 10,000 դրամ ավել փող տան թամադա էլ կլինի։ Ինչու ոչ, մի 10,000 ավել տանք հարսուփեսին էլ տուն կտանի։ Ցավում եմ։ Եվ նրանց արդեն այն որ ասում եմ, թիվը շատացել է։ Ինչը բավականին համ վատ է, համ էլ լավ է։ Վատը նրա համար է, որ այդ մասան է շատանում, որոնք չեն հասկանում ու DJ-ի գլխին նստած են։
այս երգը դնում ես, այն երգը դնում ես, ես միշտ ասում եմ, դուք պետքա DJ-ին հանգիստ թողեք, ինքը իր playlist ունի, բայց վստահ եմ, որ կան DJ-ներ, որ մեկը մեջ ասում են, իսկ ոչ կա, որ դուք նախընտրում եք, տենց է, չէ՞։ Այո։ Դե նորմալ է դա։ Հիմա եթե լինի մի հանձնաժողով եւ հանձնաժողով ստեղծեմ ես, այնտեղ հավաքեմ իմ բարձր վարկանիշ ունեցող DJ-ներին, հրավիրեմ նաեւ քեզ եւ կաստինգ անենք։ Քո կարծիքով քանի տոկոսը կմնա գործի։ Դե ոնց ասեմ, նայած եթե լավ DJ-ը, դե Ինչից եք սկում լավ DJ-ը։ ես ասեմ, ինձ համար ամենակարևորն է, էդի որ ես DJ-ը, ասենք, զգա մարդկանց, ով որ ապրելու են։ Առաջինը է դա։ Եթե դու կարաս զգաս մարդկանց, ինչից հետո ինչ ես միացնելու, դա որ շատ երգեր կան, շատ միքսեր կան, շատ ամեն, ասենք, կլուբնի վարիանտներ կան։ Ու համել բաներ, ասենք, կա մումբա, կա լատինո, կա խաուս, կա պոպ։ Ու դու պետք է ջոգես, ասենք, որից հետո ինչն է, այո, որից հետո ինչ ես միացնելու։ Եթե դու էդի կարաս անես, էդի արդեն, ասենք, 90% չեմպիոն ես։ Այս առիթատերերից մեկը ինձ ասեց, մեր DJ գիտես ինչ միքսեր անում ձինա, ասում ես էլ, այնց միքսեր անեմ։ Չէ, միքսերն էլ է, էդի շատ հետաքրքիր է։ Այդ անցումն է, տենց հաճելի։ Ասենք, մի երկից մյուս երկրորդ միացնում ես, էդ էլ շատ, ասենք, հետաքրքիր է, քանի որ մարդիկ, ասենք, մի բան են սպասում, դու մյուսն ես տալի, բայց այդ մյուսը, որ նոր միացնում ես, էդի պետք է ավելի ուժեղ եղնի, ավելի էներգետիկ եղնի, քան թե այն։ Այդ պահին մարդիկ սկսում են արդեն, ես ասենք, հենց սկսում են ճվալ մի բան, ասենց ձեռները բարձրել, դրանից էդ է ինձ համար, ասենք, հասկանալի, որ ես օքեյ, լավ եմ արել, ինչ որ իրանց պետք էր էդ եմ միացրել։ Իսկ այնց որ ասում եք DJ-ներ կան, որ նոր լիքը գործ են անում, դա կա Ռուսաստանում, կա ամենտեղ էլ կա։ Այդ ես չեմ կարող ասել իրանք ճիշտ են թե սխալ են, դա իրանք են ընտրել ոնց են ուզում։ Բայց ես ասենք այն մարդն եմ, որ ասում եմ, որ ամեն մարդ իր գործն է անելու։ Եթե դու ուզում ես համ թամադա լինես, վարել, ասենք, համ DJ եղնես, համ պերկուսիա խփես, համ կարողա ոնց որ դուք ասիք տուն տանես հարսն ու փեսուն, էդի քո կոնտրակտն է, բայց արդեն քո մակարդակն էլ այդ չափսի է ուրեմն էլի, ասենք դու ասում ես ես ամեն ինչ եմ անելու։ Ռուսաստանում կա մի հատ խոսք ռազնարաբոչի, չեմ գիտա հայերեն կներեք ոնց, այդ որ այն մարդն որ համ ամեն ինչ անի, էլի, համ դիվանը էս կո մենքոմ տանի, համ կրասկել կարա, համել էլ։ Դե այդ չեմ հասկանում։ Ես ասենք ինձի շատ է եղել որ ասել են իսկ ոնց կլինի, ասենք դուք գաք համ վարեք, ասում եմ կներեք, ես վարող չեմ։ Եթե ուզում եք ես ձեզ կարամ առաջարկեմ իմ ընկերներին, լավ վարողներին, դուք նայեք ձեր բյուջեով արդեն ում ուզում եք ընտրեք, բայց ես չեմ կարող անել։ Բացի ձեզ ավել փող կտամ, ասում եմ շնորհակալ եմ, ես իմս վերցնեմ, ինձ հերիք է։ Դա համար ես ավելի մտածում եմ որ մարդ պետք է իր գործով զբաղվի ու այդ գործում լավ անի։ Քանց թե շատ բան անի։ Ես ավելացում անեմ։ Իսկ հնարավոր չէ որ այդ DJ-ներից մեկին ուղղակի կողքից մեկը ասենց բզբզի, ասի, լսի, քո մոտ լավ է ստացվում, եթե դու ուզում ես խորանաս դրա մեջ։ Լավ ընկերներ ունենք էլի DJ-եր, կան որոնք նաև կրթում դաստիարակում են, DJ-ներ են դարձնում։ Արի գնա սովորի էլի։ Դե տենց որ մի բան լինի օրինակ, առաջարկ։ Դու տեսնես որ պոտենցիալ բավականին լավն է, կօգնես։ Օգնելով, հա, խնդիր չկա, ես եղել եմ որ օգնել եմ սովետներով, ասել եմ ինչ անեն, եղել է այդպես բան, բայց ասենք ոնց որ սովորցնեմ, մի հոգու եմ մենակ սովորցել, դա շատ վաղուց։ Բարդ գործ է, բարդ է։ Չէ, շատ հեշտ է։ Ինչ կապված է, ասենք, նվագելու բով, դա ահավոր հեշտ է։ Բայց եթե մենակ դրանով բավարարի մարդ, դա կնոպկը սեղմելն է։ Ասենք, բայց եթե դու արդեն DJ ոնց որ պսիխոլոգ է, էլի։ Կատարելագործվել է պետք։ Իհարկե, դու նայում ես մասային, ինչա իրանց պետք է տալ, ոնց սիրուն փոխես երգը,
ու սցենային չպետք է եղնես ոնց որ մումիա sense կանգնած հետները պետք է տժաս այդ իմոտ ոնց է էներգետիկան տանում են էմոցիաքը էներգետիկան ասենք իրանք ավելի շատ հետ են տալի ու ես մի հատ այդ աբմենն որ եղնում է մեր հետ sense որ տալի առնում ենք ավելի ոնց որ շուշուդեն ինձ ասում որ ասում է ոնց որ մեր ընտանիքից եղնես մեր նման քեֆ արիր դե ինձ համար այտենց է ես կամ էտի կարամ անեմ կամ չէ ես ասենք այսօրվա օրով արդեն ասենք քանի տարի է sense հայկական առիթների մեջ եմ, բայց մինչև այդ միշտ կլուբայինում էի, մենակ կլուբում էի։ Լավ։ Ու ասենք կլուբում է առաջի օրվանից միշտ ապարել, տժելը սենց եմ եղել։ Ասենք իմ մոտ ձևականություն չկա դրա մեջ։ Էրնեստ, կարող եմ մի օր ասես ձին, գիտես, դու ինձ եթերում առաջարկ ես արել, այդ առաջարկը ես ընդունել եմ, կազմակերպել եմ։ Ես դրա մասին մտածել եմ, երբ որ արդեն գիտեի ինձ մոտ աղավարով լինելու ես։ Ես չգիտեմ ինչու կուզենամ դու ունենաս քո նախընտրած եւ նաեւ ինչու ոչ հանդրության կողմից նախընտրած երգերը միքսել եւ ունենալ ինչու ոչ մի հատ տենց ծրագիր որովհետև պատրաստվում եմ ես նաև կազմակերպել մեր նախագծի մեր ծրագրի ծնունդը եւ ես շատ կուզեմ որ իմ ծրագրի թանկյուրերից մեկը լինես դու եւ ինչու ոչ անակնկալի բերենք այն երգիչներին ովքեր որ լինելու են բնականաբար հյուրերը եւ լսեն իրենց երգերը նորացված կարող եմ մտածել ժամանակ գտնես կարելի է մի քանիսին էլ ես առաջարկեմ որոնք վստահ եմ այդտեղ լինելու են ու քո ընկերներն են Okay. Վերջացավ։ Մի հատը պրոդյուսերականը ես անեմ։ Եվ այսքանից հետո էլ հարց այսօր մեկնում ես ես հասկացա։ Այո։ Ինչ կա արժևում են որ վաղը գործենք, մյուս օրը էսպես տենց։ Չէ, վաղը գործի չենք, ես հիմա պետք է գնամ Թիվլիս, մաման ընտեա, դե ես ասենց ոնց որ տարիմ եմ գալիս եմ Թիվլիս մամային տենալու, երեխեքի հետ։ Հիմա գնամ մի քանի օր պետք է մնամ եւ ամսու 25-ին արդեն սկսվում է Մոսկվա։ Պետք է արդեն գնանք Մոսկվա մեքենայով մեկ է դրա համար մի քիչ վաղ Հասկացա, շատ լավ։ Եվ այսքանից հետո վերջի թեման, որ պետք է նորից առաջարկ անեմ, ինձ ճանաչողները գիտեն, որ դեռ 2009-10 թվականից, երբ որ Ակոպովնան իր ֆորմատով եթերում էր, առաջիներից էր, որ ուներ սեփական հիթը ծրագրի վերաբերյալ։ Սկզբում ինձ մոտ իմ հիթը երգում էին Անդրեն, Սոնա Շահկելձյանը, Մարիանան, Նելին, Նիկե Կիբյանը, Վարդան Բադալյան, Արմո, ինքը բավականին լուրջ տեսահոլովակ է, նկարել է Արամայիս Հայրապետյանը, եւ դա դարձավ առաջի հիթը, որը Ձինայի շապկա ասված երևույթներ ծրագրի։ Հետո ծնվեց երկրորդը, եւ այդ ժամանակ ցանկացան հիթ ստեղծել ինձ համար մեծ հայքի տղաները։ Նարեկը Պետրոսյան իր ռեպեր ընկերներով եւ Դավիթ Միրոյանը հավաքվել էին այդ ժամանակ այդ ընթացքի այդ ժամանակատվածի լավագույն ռեպերները։ Ես այս ամբողջի ասում, որովհետեւ ես այդ բոլորը տալու եմ քեզ։ Իրանք համացանցում բավականին լուրջ պտտվում են, տեսահոլովակը նորից ունենք։ Ծնվեց երրորդը, որը միջև հիմա եթերում է եւ գրեթե շատ իմ եւ բլում եւ շապկա ասվածներում հնչում է այդ երգը, երգում է Superstar Լուսինե Աղաբեկյան, երգում է ամերիկայից Ապեջանը, երգում է Գևորգ Մարտիրոսյանը, Գրիգոր Կոկչյանը, դու հասկանում ես, լուրջ թիմ։ Ես ուզում եմ երեքն էլ տալ քեզ եւ խնդրել, որ մեկը որ քո սրտով լինի, ես շատ կցանկանամ առավելևս երբ որ ռեպերներին էլ լսես, հա։ Ստեղծել DJ Meta style-ով mix եւ ես պատրաստվում այդ միքսի հիմքի վրա նաև ունենալ տեսահոլովակ։ Համագործակցությունը լինի իմ եւ քո։ Մենք ուրախացավ։ Վերջացավ։ Ես իմ գործն էլ դասավորեցի։ Դա պետք է եթերում արվի, որպեսզի բացասական պատասխան չլինի։ Իսկ ես շատ շնորհակալ եմ քեզ, որ ինձ մոտ տաղավարում էիր։ Ես վստահ եմ նորության դեպքում դու անձամբ կարծական քեզ չես սպասի Սոնյային։
Իհարկե։ Ինքն էլ է խառել, այսպես ասած, բայց ես շատ կցանկանամ, որ մի օր լինի մի առիթ, որ ես վարեմ եւ դու լինես իմ կողքին։ Ճիշտ է, արդեն տուն չեմ գնա, արդեն անձամ կվայելեմ, բայց վստահ եմ եթերից հետո այն առաջարկը, որ պատրաստում եմ քեզ անել, դա թող մնա գաղտնիք, որովհետեւ հենց որ լինի ընթացքը, մենք երկուսով դրա մասին կգովազդենք։ Համաձայն ես։ Մեն ուրախությամբ։ Շնորհակալ եմ շատ։ Շնորհակալ ձեզ։ Եվ այսքանից հետո հարգարժան DJ-ներ նոր սկսնակ մանավանդ մտածեք ամոթ չէ որպիսի դիմել լավագույններին, բարձր վարկանիշ ունեցողներին, արվեստ ներկայացող DJ-ներին, գնաք կամ զանգեք, մի քիչ ձեզ օգնեն, վստահ եմ յուրաքանչյուրը կօգնի, դա նաև մեր ցավն է, ձերն էլ ուրախությունն է, որովհետև դուք դրանից հետո կլինեք բարձր որակով եւ հաստատ լավ գումար կվաստակեք։ Այդ ուղղակի խորհուրդ որպես հաղորդավարուհի, որովհետև ձեզանից շատերի հետ ես աշխատում ուզում դուք էլ լավը լինեք։ Եվ այսքանից հետո էլ ասա, որ միջև հիմա ձեզ հետ իր տեսակի մեջ իմ լավագույն տաղանդավոր ընկերներ DJ Մետան եւ իհարկե ձեր Ձինա Հակոբովնան, ում կարող եք փնտրել եւ գտնել բացառապես 21 TV եթերում բարին ընձես։ This is DJ Nug Featuring Martin Makacha 1, 2, 3, let's go Նա երեկոյան խանդի պատճառով ինձ թողեց ու հեռացավ իր ճանապարհով նեղացավ մոռանալով որ ինքը գնաց բայց իր սիրտը առաջվա պես ինձ մոտ մնաց Կանոտից վերջը ես կդժվեմ քո սիրուց օրորի ես կմաշվեմ ինձ մեր արանքնա տանջելով ինձ տեղի անտեղի չաչադելով Էլ կանոտս մի թողոր էլ մի շատ բանա Էլ ուզում ես որ ջահեն սիրտս վատանա Ես նստում եմ իմ կողքին ու մնա Մի գնա, այ, Էլ կանոտս մի թողոր էլ մի շատ բանա Էլ ուզում ես որ ջահեն սիրտս վատանա Ես նստում եմ իմ կողքին ու մնա Մի գնա, Սիրահար իմ սրտի մեջ կա սիրո երազ Քեզ խնդրում եմ ինձանից հեռու չէ